Ժորժյան այսօր առավոտ ստացա դատարանից երկու նամակ, այս երկու նամակը իմ հայցերն են, որոնք ապացույցների հիմքով վարույթ են ընդունվել։ Հիշում եք, շատ էի ասում, որ յուրաքանչյուր մարդ պետք է իր խոսքի համար պատասխանատու լինի։ Մարդիկ մտածում էին, որ կեղծ ու սուտ խորինածին խոսքերը, մտքերը արտահայտելով, վարկաբեկելով, պահարակելով մարդկանց, տվյալ պահին համակիրներ շահելով, մարդկանց մոտ կարան ինչ-որ բան փոխեն, մարդկանց կարան վարկաբեկեն ու դրանում պատասխանատվություն չկրեն, ոգևորվում էին մարդիկ։ Դրա համար ասում եմ, օրենքի դեմ բոլորս ենք հավասար։ Չի կարելի տրվել էйֆորիաների ու պահի ազդեցության տակ ոգևորվել ու խոսել ու անել այն, ինչը հետո շատ դաժան ու վատ անդառնալու ձեր համար։ Դրա համար նորից ասում եմ, բոլորդ սիրելիներս պատասխանատու եղեք ձեր խոսքերի համար։ Մենք բոլորս մարդ ենք, ունենք բարոյական արժեքներ, առաջին հերթին հայ ենք։ Մեզ պետք է հայեցի պահենք։ Իսկ հայեցին որն է, առաջի հերթին մենք առաջնորդվում ենք մեր բարոյական չգրված օրենքներով։ Այսինքն չենք կարող վիրավորել մարդուն, ում մասին մենք չունենք տեղեկություն, ում մենք զրպարտում ենք, չգիտեմ, չի կարելի ուղղակի, չի կարելի վիրավորել ոչ մեկի։ Այսքանը, իսկ ինչ մնում է դատական նիստերին, շուտով կնշանակվի դատական նիստը ու կիմանաք ով ինչի համար է պատասխանատվության ենթարկվել։ Այսքանը լավ եղեք, առողջ եղեք, բոլորի շատ եմ սիրում։ 3 հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Մեհեր Սահակյանը։ Ինչպես ավելի վաղ գրել է Շամշյան.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կատ ուժած։ Տեղում պարզվել էր, որ Hyundai Accord մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 700 մետր գլորվել էր ձորը։ Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության անդամ Մեհեր Սահակյանին, ում նախորդ օրվանից որոնում էին։ 3 հունվարի 13-ին հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Մեհեր Սահակյանը։ Ինչպես ավելի վաղ գրել է Շամշյան.com-ը, ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում ավտոմեքենա է ընկել ձորը և կատ ուժած։ Տեղում պարզվել էր, որ Hyundai Accord մակնիշի ավտոմեքենան, որն ամբողջությամբ վերածվել էր մետաղե ջարդոնի, մոտ 700 մետր գլորվել էր ձորը։ Ավտոմեքենայի մեջ փրկարարները հայտնաբերել էին ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության անդամ Մեհեր Սահակյանին, ում նախորդ օրվանից որոնում էին։ Պատգամավորի գործընկերները Արմնուրեյեմի հետ զրույցում պատմել են, Սահակյանը օդանավակայաններ գնացել, դիմավորել էր արտերկրից վերադարձած ծնողներին, տարել տուն, ապա դուրս եկել, ասելով, թե գործեր ունի։ Դեպքը, սակայն, առեղծվածային բազմաթիվ դրվագներ ունի։ Ինչու է Մեհեր Սահակյանը հասել Տիգրանաշենի ոլորաններ, հարազատները նշում են, այդ տարածքներում ծանոթ բարեկամ չունեն, ում հետ է խոսել վերջին անգամ, ինչ է ասել, կարող էր ինչ-որ մեկը նրան այնտեղ հասցնել վնասելու նպատակով, հարցեր, որոնց պատասխանները կարող ենք ստանալ քրեական գործի ավարտից հետո միայն։ 3 ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ողբերգական ավտովթարի փաստով։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություն և ավտոտեխնիկական փորձաքննություն, պարզելու համար արդյոք ավտոմեքենան տեխնիկական անսարքություններ ունեցել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր սոցիալական ցանցում գրառում արել, ցավակցելով պատգամավորի մահվան կապակցությամբ։ Մեծագույն ցավով տեղեկացա Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան դաշինքի անդամ, ՀՅԴ անդամ Մեհեր Սահակյանի մահվան մասին, անկեղծորեն խորին ցավակցությունս եմ հայտնում նրա ընտանիքին և հարազատներին։ Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս ցավակցել էր Մեհեր Սահակյանի մահվան կապակցությամբ, ցավով տեղեկացա ԱԺ պատգամավոր Մեհեր Սահակյանի ողբերգական մահվան մասին, ցավակցում եմ պարոն Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին, գրել էր վարչապետը։ Մեհեր Սահակյանի ընտանիքին, հարազատներին ու ընկերներին ցավակցել են նաև գործընկերները, կուսակիցները, նրա մահն անտարբեր չի թողել հանրությանը։ Ողբերգական ավտովթարից մահացած ՀՀ ԱԺ պատգամավոր Մեհեր Սահակյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հունվարի 15-ին ժամը 17:30-ից Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը հունվարի 16-ին ժամը 13:00-ին նույն վայրից։ Մեհեր Սահակյանը ծնվել է 1988 թվականի հունվարի 30-ին Երևանում, 2008 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, 2016 թվականից ՀՅԴ անդամ է եղել, 2021-22 թվականներին եղել է Ազգային ժողովի պատգամավորի օգնական, հասարակական հիմունքներով, 2022 թվականի դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովի պատգամավոր էր ընտրվել Հայաստան կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով, Մեհեր Սահակյանն ամուսնացած էր, 4 զավակ ունի։